Գազանը դուրս կգա անդունդից և կսկսվի վախճանը, և կզարմանան ապրողները երկրի երեսին, տեսնելով, որ գազանը կար, և նա չկա, և կհայտնվի։ Գիրք հայտնության TVN Films-ը ներկայացնում է Արտադրված է Generation Entertainment ընկերությունում Մեգիդա, Եզրայելի հովիտ, Իսրայել 5000 տարի պայքարում էի, որ լսեն ինձ, բայց քչերն էին լսում, հիմա վերջապես ինձ կլսի ամեն ոք, ես կհագեցնեմ ծարավամոլորակի ճշմարտությամբ, որ հեղում է տապը դժողքի, աշխարհն իմ ձայնին կսպասի իմանալու համար արեգակը կծակի կամ կհոսեն գետերն արդյոք, ես եղել եմ այստեղ, երբ պատերն այստեղ ավերակներ չէին և հողը դեռ կարմիր չէր ներկվել հեղված արյամբ, ինչպես էին փտտում ծաղիկները։ Քո թշնամիների արյունից։ Ես այստեղ էի, երբ եգիպտացիներն աքսորի մատնեցին իսրայելցիներին, դեռ 1000 տարի այն բանից առաջ, ինչ աշխարհ եկավ նազովրեցին։ Ոչինչ չի կարող համեմատվել գալիք ճակատամարտի հետ։ Եվ նա հավաքեց նրանց մի վայրում, որ եբրայերեն կոչվում էր Արմագեդոն։ Նա ով իշխում է Երուսաղեմին, օրերի վերջում Կիշի աշխարհին։ Ճիշտ է այդպես։ Հավերժական ճակատամարտ։ Ալեքսանդր ընտանիքի առանձնատունը, Ռեստերն, Վիրջինիա։ Աշխատանքի օր 1960 թվական։ Կհաղթի Նիքսոնը, կարող եք չկասկածել, ոչ ոք չի քվեարկի կաթոլիկի օգտին։ Դիկ Նիքսոնը նախագահ չի դառնա։ Միթե։ Ամեն դեպքում ոչ այս անգամ։ Եվ ինչու։ Նա այնքան էլ լավ տեսք չունի էկրանին։ Նա նախագահի թեկնածու է և ոչ թե կինոաստղ։ Ես կբացատրեմ։ Ապագան հեռուստատեսությանն է։ Դրա միջոցով է ձևավորվելու մարդկանց կարծիքը։ Իսկ ինձ նմանները կստեղծեն այն։ Ինձ պատկանում են 100-ից ավելի հեռուստա և ռադիոկայաններ, ամսագրեր, թերթեր։ Եթե դուք դիտում եք հեռուստացույց կամ լսում ռադիո, ապա դուք լսում եք այն, ինչ ասում եմ ես։ Բոլորը քեզ լավիկն են համարում, իսկ ես ատում եմ քեզ, դու սպանեցիր իմ մորը։ Ահա թե որտեղ եք բոլորդ, ինչպես է իմ փոքրիկը։ Ի երջանկություն մեզ ամեն ինչ կարգին է։ Այդպես էլ կարծում էի։ Իսկ դու ինչպես ես թվում։ Կարծում եմ նա շատ է կարոտում մորը։ Ես նույնպես։ Բայց արդեն 3 ամիս է անցել, ժամանակն է ուշքի գալ։ Երիտասարդ, վաղը և ետ դու կդադարես ցկալ և կսկսես ապրել ինչպես առաջ։ Պարզ է։ Այո, հայրիկ։ Դե ինչ, շատ լավ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, պարոն։ Հասկանում եմ, ես էլ եմ նրան կարոտում։ Տերը տարավ քո մայրիկին, բայց փոխարենը քեզ փոքրիկ եղբայր պարգևեց։ Սիրելիս, ուզում ես տաք շոկոլադ խմել։ Արի նստենք Բուխարիկի մոտ, զրուցենք մի քիչ։ Լավ։ Ես հիմա կգամ։
Տերը տվեց, Տերն էլ վերցրեց։ Աստված իմ։ Դու ողջ ես։ Դու ողջ ես։ Ինչ արեցիր։ Ինչ արեցիր։ Ձեր ձևաչափերը չեն փոխվել այն օրերից ի վեր, երբ ես էի կադետ։ Պարոն Ալեքսանդր, մեր շրջանավարտների համար կարմրելու առիթ չի լինում։ Նրանք ճանապարհ են հարթում մյուսների համար։ Դու այստեղ քեզ լավ կզգաս, շատ աշխատիր եւ հնազանդ եղիր։ Որդուս հետ խիստ եղեք։ Երես մի տվեք նրան, հասկանում եք։ Ես ուզում եմ, որ նա կոփվի, չվախենա կյանքից։ Սովորիր ընկերություն անել։ Դա շատ կարևոր է։ Եթե ձեր որդին առաջնորդի ձիրք ունի, ես գիտեմ, թե ինչպես զարգացնել այն։ Ես քեզ կայցելեմ, եթե կարողանամ։ Գնացինք։ Մանկասպան, 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 մանկասպան։ Հիմարներ։ Երիտասարդ տեր, մենք այնքան երկար սպասեցինք։ Օրհնեք ինձ, ձեզ ծառայելու համար մեր արշավանքում։ Տվեք ինձ ուժ տանելու ձեր խոսքը աշխարհով մեկ։ Sanguia malum, ducati calda. Quis vivat in tenebres, reget mundum. Խավարում ապրողը, գիշխի աշխարհին։ Ես եմ Տերը։ 500 տարի առաջ զորավարները շարում էին զորքը շարքերով եւ ուղարկում են հարձակման հակառակորդի դիրքերի վրա, այսպիսի զենքով։ Դա արդյունավետ էր թվում,
Թշնամիները հանդիպում էին երես առ երես։ Խիզախությունը, ուժը եւ հմտությունն էին որոշում ճակատամարտի ելքը։ Սակայն հրազենային զենքի եւ հատկապես գնդացրի հայտնագործումից հետո այդ մարտավարությունը բերում էր հազարավոր խիզախների մահվան։ Ինչ է դա նշանակում։ Որպես զինվեկներ 10 տարի անց դուք պատասխանատու եք ձեր զինվորների կյանքի համար։ Ձեր մարտավարությունը պետք է համապատասխանի ձեր տեխնիկական զինվածությանը։ Շնորհակալություն, կադետ Ալեքսանդր։ լավ ես կրվում։ Նա վերադարձավ։ Կոֆրաչինի աղջիկն է։ Գաբրիելա, բարև։ Ma che bella ragazza! Allora, ok, andiamo a mangiare. Ma perché no? No. Sì, ecco. Գաբրիելա, քո սուրճը։ Պատերազմում զինվորները բաժանվում են երկու մասի։ Նրանք, ովքեր կենդանի են մնում, եւ նրանք, ովքեր զոհվում են։ Նրանք գալիս են։ Դիրքերում։ Որպեսզի կենդանի մնաք, դուք պետք է սովորեք սպանել։ Միայն այդպես են հաղթում պատերազմում։ Կադետ Մոտիչելի, ձեր ջոկատը կպաշտպանի բարձունքը, կադետ Ալեքսանդրի գլխավորած ջոկատի հարձակումից։ Հաղթողը կարժանանա գերազանցության դիպլոմի։ Սա լոկ ուսումնական մարդ չէ։ Սա առաջին քայլն է դեպի ձեր ապագան։ Երևում է դու պարտվեցիր բարեկամս։ Սրիկա։ Ես գերիներ չեմ վերցնում։ Հիմար։ Գաբրիելան ինձ հիմար չի համարում։ Ցավում եմ, որ Ֆաուստոն հեռացավ ակադեմիայից։ Ինչու՞։ Նա քեզ այնքան դուր էր գալիս։ Դե, ինձ համար հաճելի էր զրուցել նրա հետ, զբոսնել, բայց ոչ ավելին։ Արի։ Գեղեցիկ է, չէ՞։ Ցնցող է։ Տեսնում ես կատուներին։ Նրանք ամենուր են։ Իսկ 2000 տարի առաջ այստեղ առյուծներ ու վագրեր էին պահում,
որպեսզի արենայում սպանեն քրիստոնյաներին։ Այո, մարդկանց դա դուր էր գալիս, հիշում եմ։ Դասագրքերից։ Այո, իհարկե։ Գաբրիելա, դու ինձ էլ վերաբերվում ես ինչպես Ֆաուստոյին։ Հաճելի է զբոսնել եւ վերջ։ Ոչ։ Գաբրիելա, սպասիր։ Մնա ինձ հետ։ Խնդրում եմ։ Մնա։ Մնա։ Այդ պատմությունը Ֆաուստոյի հետ կատակ բան չէ։ Նա հիվանդանոցից դուրս կգա մեկ ամսից ոչ շուտ, այո։ Մենք խորապես ցավում ենք, որ կադետ Ֆաուստոն հեռացավ։ Դուք շատ սիրալիր եք։ Բայց եւ այնպես հետաքննություն է անցկացվելու։ Եվ դատելով այն ամենից, ինչ ես գիտեմ, ձեր գործերը լավ չեն ստոուն։ Ձեզ մոտ մեկ դյուժին կադետների ցուցմունքներ կան։ Նույնիսկ Ֆաուստոյի մարդիկ ասում են, որ ես անգամ մոտերքում չեմ եղել, երբ պատահեց դժբախտությունը։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ դուք պատասխանատու եք կատարվածի համար։ Ես կորոշեմ, թե ով կկրի պատիժը։ Հիմա անցնենք անձնական հարցերին։ Պարոն, ես նկատել եմ, թե ինչպես եք դուք նայում իմ աղջկան։ Այո, իմաստուն հայրը լավ գիտի իր զավակին։ Ես շոյված կլինեի ստանալ ձեր թույլտվությունը ավելի հաճախ նրան հանդիպելու։ Խոս լինել չի կարող։ Չեմ կարծում, որ դուք համապատասխան զույգ եք։ Չնայած ձեր բոլոր արժանիքներին։ Դուք բնածին առաջնորդ եք Սթոուն, բայց դուք իսպար զրկված եք կարեկցությունից։ Ես չեմ ուզում, որ իմ դուստրը ընկնի ձեր ազդեցության տակ։ Այնուամենայնիվ վախենամ ձեզ չհաջողվի բաժանել մեզ։ Միթե Գաբրիելայի հետ հանդիպելու թույլտվության փոխարեն ես ձեզ ոչ միայն հնարավորություն կտամ պահպանել ակադեմիան, այլ կտամ ձեզ շատ ավելի արժեքավոր մի բան։ Կարծում եք ձեր հոր փողերը ձեզ իրավունք են տալիս սպառնալ ինձ։ Ես կհաղորդեմ նրան, որ դուք այստեղ այլևս անելիք չունեք։ Դուք կտաք ինձ այն, ինչ ես ուզում եմ։ Իսկ փոխարենը ձեզ կպարգևեմ ձեր անմահ հոգին։ Պատրաստ։ Իզեն։ Հավսար, զգաստ։ Դե քեզ դուր է գալիս ավակ եղբայրդ։ Քայլով, մարշ։ Ուշադրություն։ Ես էլ եմ ուզում նրա նման լինել։ Ազատ։ Լավ է ինքդ քեզ նման լինես, Դեյվիդ։ Ես որոշեցի հրաժարվել զինվորական գործից, պաշտոն ստացա Եվրոպական միության ադմինիստրացիայում։ Շնորհավորում եմ տղաս։ Շնորհակալ եմ հայրիկ։ Դեյվիդ, Վերջապես մենք հանդիպեցինք։ ուրեմն այդ դու ես իմ եղբայրը։ Հուսով եմ հավանության կարժանանամ։ Ես հիացած եմ։ Պատրաստում ես փոխարինել հայրիկին։ Մենք դեռ վերջնականապես չենք որոշել, թե ինչով եմ զբաղվելու։ Մի բան կմտածենք։ Ճիշտ չէ, Էրիկ։ Իհարկե կմտածենք։ Ես կուզեի ինչ-որ զովացուցիչ բան խմել, ինչ-որ մի սառը բան։ Ես հիմա կբերեմ։ Շուտ կգաս, մենք շատ բան ունենք խոսելու։ Գիտես, Եվրոպական միությունը քեզ այնքան էլ համապատասխան տեղ չէ։ Դու ստեղծված չես բյուրոկրատ լինելու համար։ Ես գիտեմ ինչ եմ անում հայրիկ, ես արդեն ամեն ինչ ծրագրել եմ։ Վերադարձիր տուն, կսովորես իմ գործը։ Ոչ, ես այստեղ եմ մեծացել, Եվրոպայում։ Սա իմ տունն է։ Եվ բացի այդ, փողն ամենակարևորը չէ կյանքում։ Ես քիչ եմ հոգ տարել քո մասին, Սթոուն, եւ կուզեի ինչ-որ կերպ շտկել այդ։ Արի տուն գնանք։ Արի միասին իրականացնենք մեր երազանքները։ Ինչ կասես։ Մենք երեքով։
Հուզիչ ցանկություն է, հայրիկ։ Բայց ցավոք այնքան էլ իրատեսական չէ։ Ես ուզում եմ անել այն, ինչի մասին դու երազել անգամ չես կարող։ Ես ուզում եմ փոխել աշխարհը։ Թանկագին հայրիկ, կարծում ես դատարկ բաներ եմ ասում։ Կտեսնես։ Ներեցեք։ Ոչինչ, ոչինչ։ Դատարկ բան է։ Իմ անունը Դեյվիդ Ալեքսանդր է։ Դուք Սթոունի եղբայրն եք։ Դուք ճանաչում եք նրան։ Իմ հայրը ակադեմիայի տնօրենն է։ Ես ճանաչում եմ բոլոր կադետներին։ Իմ կարծիքով Ամերիկան տանուլ տվեց Վիետնամի պատերազմը մամուլի պատճառով։ Կառավարությունը չկարողացավ վերահսկել միակ զենքը, որ կարող էր օգնել հաղթել։ Ներեցեք, գեներալ, հայրիկ։ Չգիտեմ, թե ինչ եք դարձրել որդուս գեներալ։ Հավատացեք, ոչ ես, ոչ դուք չէին կարողանա նրան որևէ բան դարձնել։ Ինչու ձեր հայրը ձեզ եւս այստեղ չուղարկեց։ Երևի նա կարծում էր, որ ես Սթոունից վատն եմ։ Դուք պարզապես ուրիշ եք։ Դուք եղբայրներ եք, բայց բոլորովին տարբեր մարդիկ եք։ Այո, հիմա ափսոսում եմ, որ ես էլ այստեղ չեմ եկել։ Ինչու։ Որովհետև այստեղ գեղեցիկ է։ Երբեք չեմ տեսել այսպիսի գեղեցկություն։ Ուրեմն դուք պատրաստվում եք դառնալ, ինչպես են ասում, հերոստա մագոն, այո։ Մագնատ։ Մագնատ։ Ոչ, ոչ, ոչ։ Հասկանում եք, ես ուզում եմ օգնել մարդկանց։ Միթե հերոստատեսությունը չի օգնում մարդկանց։ Դատելով նրանից, ինչ ես տեսել եմ, ոչ։ Գողանում ես իմ հարսնացուին, Դեյվիդ։ Սթոուն, ես միայն հարսնացու։ Ինչ ես ուզում ասել։ Ես ուզում եի ավելի շուտ ասել, բայց դու երբեք մենակ չես լինում։ Քանի որ վկա ունենք, Գաբրիելա, ամուսնացիր ինձ հետ, եւ ես քեզ կհասցնեմ աշխարհի բարձունքներին։ Խնդրում եմ Սթոուն, ներիր, բայց ես պետք է գնամ։ Նա շփոթվեց։ Ինչ լավիկն է։ Նա կհամաձայնվի։ Եթե համաձայնի, Ոչ թե եթե, այլ երբ։ երբ համաձայնի, դու շատ երջանիկ կլինես։ Մարդն ինքն է գերտում իր երջանկությունը, եղբայրս։ Քսանհինգ տարի անց։ Երջանկություն։ Մեր բախտն անշուշտ բերել է, որ այս պատկառելի հաստատությունը դաստիարակել եւ ոգեշնչել է մեզ։ Այս ակադեմիան ոչ միայն պատրաստել է աշխարհի լավագույն զինվորական ղեկավարներին, այլև պատրաստել է ղեկավարներ այլ ոլորտների համար։ Եվ այժմ ես հպարտորեն ողջունում եմ նրանցից ամենաարժանավորներից մեկին, որն այստեղ է գտնվում, իմ հորը։ Այսօր երեկոյան մենք կանցկացնենք հանդիսավոր արարողություն եւ կանվանենք այս հոյակերտ դահլիճը արժանավոր եւս մի մարդու, իմ կնոջ Գաբրիելայի հորանունով։ Այո, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Կեցցե Սթոուն։ Շնորհակալություն։ Դե ինչ, իմ երկու զավակներն էլ շատ ավելի լավ հռետոր դարձան, քան ես։ Բայց դա երբեք քեզ չի խանգարել լսելի լինել, հայրիկ։ Ուրիշների շուրթերով։ Կարևորը ոչ թե ճառիվուճը, այլ բովանդակությունը։ Ներիր հայրիկ։ Սթոուն։ Ես կուզեի խոսել քեզ հետ։ Առանձին։ Իհարկե։ Բրավո, հրաշք։
Դեյվիդ, Կարծեմ մենք նախկինում այստեղ հանդիպել ենք։ 2 անգամ 20 տարում։ Մեր մասին արդեն բամբասում են։ Ինչպես ես։ Ծերանում եմ։ Իսկ դու, Ոչ, չես ծերանում։ Դու հիմա ավելի գեղեցիկ ես, քան այն ժամանակ Նյու Յորքում։ սիրելի Դեյվիդ, դու իմ սիրած սենատորն ես։ Կոնգրեսականը։ Ով ուզում է լինես, ես կարոտել եմ քեզ։ Ծերուկ Ֆրանչինի։ Նրա տեղը երևում է։ Այո։ Նա ինձ համար հորպես էր։ Ավելի շատ նա էր քո հայրը, քան ես։ Գիտես, ասում են, մարդիկ նորովի են գնահատում կյանքը, երբ մահը մոտենում է։ Չնայած իմ հաջողություններին, մի հարցում ես ձախողվել եմ։ Եվ որ հարցում։ Քո դաստիարակության, Ստոուն։ Դատարկ բան է։ Ես չեմ դժգոհում իմ դաստիարակությունից։ Ես էլ հենց այդ եմ ասում։ Թույլ տվեք ձեզ հրավիրել։ Հաճույքով։ Մենք պետք է զգույշ լինենք։ Դա կարող է ընդունվել որպես քաղաքական քայլ։ Ինչ ես ուզում ասել։ Ամերիկյան կոնգրեսականը պարում է Եվրոպական միության ղեկավարի կնոջ հետ։ Իդեպ, քեզ ինչպես դիմել։ Ձերդ գերազանցություն։ Դեյվիդ, ինչ ես ասում։ Ավելի լավ է ձերդ մեծություն։ Ես քեզ մի բան պիտի ասեմ, Ստոուն։ Այո, ես գիտեմ։ Ուզում ես ամեն ինչ թողնել, ճիշտ է։ Հեռուստաալիքները, ռադիոծառայությունները, նույնիսկ արբանյակը։ Ուզում ես ամենը հանձնել հանրությանը, հսկայական անլվա ամբոխներին, որոնք ապահովել են քո հարստությունը։ Երևում է ուզում ես քավել հին մեղքերդ, հայրիկ։ Միայն թե մի քիչ ուշ է։ Չգիտեմ որտեղից դու գիտես այդ բոլորը, բայց դա կարևոր չէ։ Ես պատրաստվում եմ հայտարարել իմ ծրագրերի մասին հենց այս երեկո։ Այո, այո։ Հիանալի առիթ է բոլորի աչքի առաջ խայտարակելու քո զավակներին։ Դու միշտ էլ կարողացել ես ճիշտ ժամանակ ընտրել, բայց ցավում եմ, ես քեզ թույլ չեմ տա անել այդ։ Դու չես կարող ինձ խանգարել։ Դու դատարկաձեռն չես մնա։ Ոչ։ Ես պատկառելի հիմնադրամ կստեղծեմ քեզ եւ Դեյվիդի համար։ Դու կստանաս Ռոմի առանձնատունը, Դեյվիդի տունը Վիրջինիայում։ Հավատա, դուք ոչ մի բանի կարիք չեք ունենա։ Իմ պահանջմունքները չափազանց մեծ են, հայրիկ։ Պատկերացնել անգամ չես կարող։ Ինչպես է կյանքը ցակող աստղի հետ։ Ինձ թվում է, որ նա երբեք չի հոգնում։ Ես միայն կուզեի հասկանալ, ինչի է նա ձգտում։ Նա ունի քեզ։ Էլ ինչի կարելի է ձգտել։ Դեյվիդ, ես լուրջ եմ ասում։ Ես նույնպես։ Դա անթույլատրելի է։ Հայրիկ, ես կստանամ այն, ինչ ինձ է պատկանում օրենքով, այսինքն ամեն ինչ։ Ես արդեն կայացրել եմ վճիռս, Ստոուն։ Դու ոչինչ չես կարող փոխել։ Շատ վատ է։ Ինձ անհրաժեշտ է քո հեռուստատեսային կայսրությունը, փառքը, որ այն տալիս է։ Ես նախատեսում եմ փոխել իրերի ողջ դրությունը մեր փոքրիկ աշխարհում։ Զգուշացնում եմ։ Եթե դու համարձակվես ինձ դատի տալ, Խեղճ հայրիկ, միշտ պատրաստ է պայքարի։ Ես հավանաբար կկարոտեի քեզ, եթե գոնե մի քիչ սիրեի։ Բայց ես թքած ունեմ։ Գնա գրողի ծոցը։ Այո։ Օգնեցեք։ Շտապ օգնություն կանչեք։ Շտապ։ Իմ հայրը նա մեռնում է։ Հայրիկ։ Հայրիկ։ հայրիկ, հայրիկ։ Տեր Աստված ինչ է պատահել։ Չգիտեմ, նա հանկարծված զգաց, դուրս եկավ պատշգամբ մաքուրոտ շնչելու եւ հավանաբար հայրիկ։ Ինչու ես այնտեղ չէի։ Ոչ հայրիկ, մի փորձիր խոսել։
Dies nebulosa 10 տարի անց quando tenebrarum pondos cadet super peccadores Այս է արյունն իմ, որ թափեցին թշնամիներս, խմեցեք և հաղթանակեք։ Այս է մարմինն իմ, որ մեղքով է ներծծված, կերեք և փառավորեք իմ թագավորությունը։ Վայ նրանց, որ ինձ դեմ կգնան, նրանք կընկնեն, ինչպես հասկերը մանգաղի տակ, բարկությունն իմ կտարածվի որպես սև ամպ աշխարհով մեկ տրտմագին, վայ նրանց, որ կկանգնեն ճանապարհին իմ ճշմարիտ, վայ։ Այն բանից հետո, ինչ ընկավ ահաբեկչական վերջին հենակետը այստեղ Երուսաղեմում, Սրբազան լեռան վրա շարունակում են տոնակատարությունները։ Այժմ մենք սպասում ենք Սթոուն Ալեքսանդրի երթմնակալությանը, որպես համաշխարհային միության կանցլեր։ Խոսքը քոնն է, Չակ։ Շնորհակալ եմ, Դանա։ Իր կառավարության ընթացքում Սթոուն Ալեքսանդրը տարածիորեն փոխեց աշխարհի քարտեզը։ Իր հսկայական կարողությունների շնորհիվ նա ոչ միայն լուծեց սովի եւ երաշտի խնդիրները, խաղաղություն հաստատեց մերձավոր Արևելքում, այլև հիմքեր դրեց համաշխարհային կառավարության ստեղծման համար։ Տեսնում եք, ինչ է ստացվում, երբ հաշվի չեն նստում կոնգրեսի հետ։ Ես ձեզ ասում եմ, Ռիչարդ, մեր պատվիրակության արձագանքը սխալմունք է։ Դա սխալ կասկածվի։ Ճիշտ ժամանակին, պարոն փոխնախագահ, շոուն դեռ չի սկսվել։ Ալեքսանդրի թռիչքը ծառայողական աստիճանից մինչև Եվրոպական միության ղեկավարի պաշտոնը կայծակնային էր։ Պետական սահմանները ջնջված են եւ ողջ աշխարհը բաժանված է 10 ժողովրդական գոտիների։ Յուրաքանչյուր գոտու գլխավոր քարտուղար ուներ մեկ ձայնի իրավունք համաշխարհային միության պարլամենտում։ Իսկ այժմ, երբ Ալեքսանդրը կանցլեր դառնա, դրան հավանաբար վերջ կդրվի։ Այս պահին պաշտոնավարման անցնելու կապակցությամբ կանցլերը պատրաստվում է արտասանել իր ճառը։ Բարեկամներ, դուք ինձ համար հիանալի տուն կառուցեցիք։ Իմ հոգին բերկրանքով է լցվում, տեսնելով այն, ինչ արդեն արված է։ Քանզի սրտում իմ ասացի, որ երկին կբարձրանամ, եւ այդպես եղավ։ Հավատաս չի գալիս, միթե իսկապես դուք ազգականներ եք։ Գուցե նա Վերցնովի երեխա է։ Երևի գայլերի ոհմակից։ Ես կբարձրացնեմ իմ գահը աստղերից էլ վեր։ Եվ այդ ժամ դուք հավատում եք այս խելագարին։ Ինձ Հիտլերին է հիշեցնում, բայց ավելի հնարամիտ է։ Հիմա երբ գրեթե ողջ աշխարհն է նրա կողմից, նա կփորձի ճնշում գործադրել մեզ վրա։ Տրամաբանականը կլինի այն, որ նա էմբարգո դնի մեզ վրա եւ կտրի մեզ համաշխարհային շուկայից։ Ինչպիսին է Չինաստանի եւ Լատինական Ամերիկայի դիրքորոշումը։ Առայժմ դիմանում են։ Աչքի անցկացրեք խնդրեմ հետախուզության այս հաշվետվությունը։ Արբանյակային նկարները ցույց են տալիս ակտիվ տեղաշարժեր միջուկային զենքի պահպանման բազաների շուրջ Ռուսաստանում։ Նրանք տեղափոխում են դրանք։ ԿՀՎ-ն վստահեցնում է, որ իրենց վագոնով փող են առաջարկել մի երկու մարտական նմուշի համար։ Դա հաստատված չէ։ Ո՞վ է առաջարկողը։ Ըստ երևույթին եղբայրս։ Եթե դա լիներ մեկ ուրիշը, մենք վաղուց դա կիմանայինք։ Կանցլերը գծի վրա է։ Ցույց տվեք էկրանին։ Ես կմնամ մերձարևելյան գոտում եւս մեկ օր, բայց չորեքշաբթի կվերադառնամ Հռոմ եւ հուսով եմ դուք այնտեղ կլինեք։ Ես զբաղված մարդ եմ, կանցլեր։ Պարոն նախագահ, խաղաթղթին է դրված աշխարհի ապագան։ Ինչ եք ուզում ասել։ Ախ, դուք գոռոզ մարդ եք, դատապարտված չնչին իշխանության։ Ես ուզում եմ ասել, որ իմ մարդիկ կդիմավորեն ձեզ Հռոմում ընդամենը 30 ժամ հետո։ Ծովակալ, որտեղ է այժմ գտնվում 6-րդ նավատորմը։ Իտալիայի ափերի մոտ, պարոն։ Ավելի լավ տեղ չկար։ Ճիշտ է, պարոնայք։ Ինչի վրա ես դարձյալ աշխատում, Դեյվիդ։ Դու երբևէ հանգստանում ես։ Փորձում եմ որոշ բաներ իմի բերել, պարոն։
Ուզում եմ հասկանալ եղբորս մտքերի ընթացքը, բարձել թե ինչն է նրան առաջ մղում։ Ես գիտեմ թե ինչ է, դա կոչվում է իշխանություն։ Ամենաազդեցիկը բոլոր գրգռող միջոցներից։ Ես ինքս դրա մեծ դոզա եմ ընդունում քնելուց առաջ։ Այսպես ինձ մի հաղթատուղթ պետք կգա եղբորդ հետ զրույցի ընթացքում։ Ապա մի այստեղ նայեք։ Ապահովագրական տվյալներ։ ԿՀՎ-ն կազմել է այն 200 մարդկանց ցուցակը, որոնք երբևէ խանգարել են եղբորս քաղաքականության մեջ կամ բիզնեսում։ Թող գուշակեմ, Մեռած են։ Բոլորը։ որքանն են մահացել բռնի մահով։ Ոչ, բոլորն էլ մահացել են կաթվածից, ինսուլտից, քաղցկեղից։ Ինչ է, նա թուղթուգիր է անում մարդկանց վրա։ Դա միջնադարի հմտություն է, Դեյվիդ։ Ես միայն մտածեցի, որ ձեզ համար լավ կլիներ հեռու մնալ նրանից։ Չեմ կարող։ Մենք պետք է հանդիպենք երես առ երես, որպեսզի նա ինձ լուրջ վերաբերվի։ Գիտեք, պարոն, հնարավոր է փոխնախագահը ճիշտ է։ Երբ նախագահ դառնաս, մենք ես թույլ կտանք նման որոշումներ ընդունել։ Իսկ այժմ ես հաղթեցի։ 25, դե ինչ։ Այո, պարոն։ Համաշխարհային միության քաղաքացիներ, դուք վկաները եղաք նոր աշխարհի սկզբին։ Մեկ արժույթ, մեկ լեզու և մեկ նպատակ, պայքարել, որպեսզի բոլոր մարդկանց կյանքը օրեցօր դառնա ավելի ու ավելի լավը։ Մեկ դիկտատոր։ Այո, ես գիտեմ, որ ոմանք այդպես են մտածում, և գիտեմ, որտեղից է այդ վախը։ Այդ վախն էր, որ ստիպեց մոտիկ ընկերներին տապալել Հուլիոս Կեսարին, հենց այստեղ, Սենատում։ Վախը, որ նա ավելիին է ընդունակ։ Քանզի Բրուտոսն ասաց, նա փառասեր է։ Բայց բարեկամներ, դուք վախենալու բան չունեք իմ հավակնություններից։ Ես դիկտատոր չեմ, բայց ես պետք է առաջնորդ լինեմ, քանզի մարդն ինքն է իր ճակատագրի տերը։ Ես չեմ խնդրում հետևել ինձ։ Ես առաջարկում եմ ձեր ձեռքի գալ ինձ հետ ընդառաջ աշխարհին կատարյալ։ Ինչպես եք, կանցլեր, պարոն նախագահ։ Դեյվիդ։ Թանկագին եղբայր, Գաբրիելան ողջունում էր քեզ և սպասում է, եթե ժամանակ գտնես։ Շնորհակալ եմ։ Բարձրակարգ ճառ էր, կանցլեր։ Ավելին, քան ձեր նախընտրական ճառը։ Հիմա, երբ մենք փոխանակեցինք բոլոր անհրաժեշտ հաճույքությունները, գուցե գործի անցնենք։ Հաճույքով։ Ինձ հայտնի է, որ դուք ձեր տաքուկ թևի տակ եք առել երրորդ աշխարհի երկրները։ Բայց Միացյալ Նահանգները չի կամենում առնչվել ձեր այդ նոր համաշխարհային կարգին։ Վախենամ, դա ձեր իշխանությունից դուրս է։ Հասկանում եք, Եվրոպական միությունը և ՄԱԿ-ը արդեն միացել են իմ կազմակերպությանը։ Իդեպ ձեր ներկայացուցիչները ՄԱԿ-ում կողմ են քվեարկել միությանը, այդ պատվիրակները հետ են կանչվել։ Պարոն փոխնախագահ, կարծում եմ դուք հասկանում եք, որ ես գործում եմ ի բարօրություն բոլորիս։ Անկախ ձեր մտադրություններից, ես լիովին համաձայն եմ նախագահի հետ։ Դուք չեք կարող միայնակ լողալ հոսանքին հակառակ։ Միությունն այժմ մոդայիկ չէ։ Ոչ։ Հյուսիսամերիկյան գոտին պետք է միանա մեզ։ Հյուսիսամերիկյան գոտին։ Կարող եք անվանել ինչպես ուզում եք, բայց քանի դեռ ողջ եմ, ես նախագահ եմ Աստծո կողմից օրհնված Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Պարզ է։ Ուրեմն այլևս ասելիք չկա, այդպես չէ։ Պարոն Այք։
Ամենայն բարիք։ Դեյվիդ, Պարոն, օգնեցեք։ Դեյվիդ, Գաբրիելա, բարև Դեյվիդ։ Ինչպես է քո նախագահը։ վիճակը շատ վատ է։ Ստոունը զանգեց ինձ հիվանդանոց եւ խնդրեց, որ այստեղ գամ։ Ասաց, որ շտապ է։ Նա ուշանում է։ Ես ինձ թույլ տվեցի ճաշ պատրաստել։ Դու կմնաս։ Իհարկե։ Ինչ լավ է, գնացինք։ Հաճելի է քեզ այսպիսին տեսնելը։ Ոչ ոք բացի մեզնից։ Վաղուց չէինք հանդիպել։ Արդեն 2 տարի է։ Նյու Յորքի բարեգործական երեկոյից ի վեր։ Միթե հիշում ես։ Այդ երեկո դու հմայել էիր բոլորին։ Բոլորին բացի քեզանից։ Դու մի բառ էլ ինձ չասացիր։ Ողջույն Գաբրիելա։ Քեզ շրջապատել էին երկրպագուները։ Բացի այդ, ես միշտ էլ հմայված եմ եղել քեզնով։ Ինչ ես ասում, Դեյվիդ։ Ինչ հաճելի է։ Ես չէի մտածում, որ դու զգացմունքային ես։ Կարող եմ մի հարց տալ։ Քո եւ Ստոունի մոտ ամեն ինչ կարգին է։ Այ քեզ հարց։ Իհարկե։ Նրա շնորհիվ իմ ֆոնդը ծաղկում է։ Գիտես որքան մթերք ենք մենք ուղարկել սովյալներին անցյալ տարի։ 500,000 տոննա։ Պատկերացնում ես։ Դու երջանիկ ես։ Երջանկություն, երջանկություն։ Ով է այդ մասին խոսում։ Գաբրիելա, ես վախենում եմ քեզ համար։ Ինչու։ Հասկանում ես, ինձ թվում է, որ նրանք, ովքեր Ստոունին դեմ են գնում, վերջի վերջո Մեռնում են։ Դու խելագարվել ես։ հնարավոր է։ Բայց խնդրում եմ, զգույշ եղիր, Ինչու։ զգոն եղիր։ Հանուն ինձ խնդրում եմ։ Խնդրում եմ։ Ես զգույշ կլինեմ։ Ձեզ սպասում է կանցլերը։ Ներողություն եմ խնդրում։ Այ, Դեյվիդ, այնպես եմ ծավում Բենսոնի համար։ Ես աղոտ կարեցի նրա համար, բայց երբեք չգիտես, լսում է արդյոք Աստված։ Կարծում ես հեշտ պրծար։ Ճիշտ է։ Ներողություն։ Չգիտեմ, ինչպես դու դա արեցիր, բայց ես կպարզեմ։ Դու ինձ չես սիրում, Դեյվիդ։ Այո, պետք չէ, մի ժխտիր։ Ես քեզ բոլորովին դուր չեմ գալիս։ Ինչ ես ուզում Ստոուն։ Վստահ եմ, որ հաճելի զրույց ունեցաք սեղանի շուրջ։ Իմ կինը, նա այնքան նվիրված է։ Ես այդ հատկությունն ամենից շատ եմ գնահատում։ Այդ մասին էիր ուզում խոսել։ Շատ շուտով դու կդառնաս հյուսիսամերիկյան գոտու նախագահը։ Ես ուզում եմ, որ դու իմ կողմն անցնես, խնդրում եմ քեզ։ Լսիր, դու իմ եղբայրն ես, իմ ընտանիքը, իմ արյունը։ Իսկ դա շատ բան է նշանակում, անգամ ինձ համար։ Մենք երբեք էլ ընտանիք չենք եղել։
Դեյվիդ, ես փորձում եմ օգնել, ինչպես չես հասկանում։ Միասին մենք կարող ենք իշխել ողջ աշխարհին։ Միացիր ինձ եւ ես քեզ կբարձրացնեմ, քեզնից վեր կլինեմ միայն ես։ Դու խելագարվել ես։ Ես ունեմ բավարար իշխանություն եւ կարող եմ դա իրականացնել։ Քանի դեռ Չինաստանն ու Լատինական Ամերիկան մեր կողմից են, քեզ սատանան էլ չի օգնի։ Սատանայի հետ ես ինքս հարցերս կլուծեմ։ Դեյվիդ, վերջացրու։ Մի համառիր։ Մասնակցիր ինձ հետ մեծ արկածին։ Խոստանում եմ, չես փոշմանի։ Ցտեսություն, Ստոուն։ Դա անթույլատրելի է։ Հայրիկ, ես կստանամ այն, ինչ ինձ է պատկանում օրենքով։ Այդ ինչ ես արել։ Ոչ, այդ ես չեմ արել։ Կարծես թե դա արել ես դու, այդպես չէ, Դեյվիդ։ Դու իհարկե չես մտածում, որ սրանք կհավատան։ Ես անգամ մոտերքում չեմ եղել, վկաներ կան։ Սա հեռուստատեսություն է։ Մարդիկ կհավատան նրան, ինչ կտեսնեն էկրանին։ Բացի այդ, մինչ դու կսկսես արդարանալ, քո հեղինակությունը կմեռնի ճիշտ այնպես, ինչպես մեր խեղճ հայրը։ Ինձ մի վախեցրու։ Տեր Աստված, իմ կինը գիտե, թե որքան անսանձ ես դու։ Պարոն նախագահ։ Դեյվիդ, ցավակցում եմ։ Ինչով կարող ենք օգնել քեզ։ Խորհուրդ կտամ քննարկել դա կոնգրեսում, նախագահ Ալեքսանդր։ Ես սպասում եմ ձեր պատասխանին 24 ժամվա ընթացքում։ Քեզ լավն այր։ Մենք պետք է սպանենք նրան։ Անբնական գործերը տանում են մեծ տհաճությունների։ Երկու հազար տարի։ Զգում ես։ Դու զգում ես, որ ավարտը մոտենում է։ Քո մատուցած զոհն անիմաստ էր։ Շուտով դու կխոնարհվես իմ առաջ։ Իսկ քո հայրը վերջապես կընդունի ինձ որպես մարդկության տիրակալ, որն արժանի է կիսել, ոչ, զբաղեցնել իր գահը։ Ուրախացիր երկինք և ապրողները երկնքում, վայ ապրողներին երկրի վրա և ծովերում, որովհետև ձեզ հայտնվեց չարը, ուժգին բարկությամբ, իմանալով, որ շատ ժամանակ չի մնում իրեն։ Մենք ստացանք պաշտոնական ուղերձը։ Քո եղբայր նախագահը Չի կամենում մեզ միանալ։ Դե ինչ, վերջին հաշվով իմ երկրային եղբայրը սոսկ մի փոքրիկ անհարմարություն է։ Եվ այսպես, հավերժական սպասումից հետո, մոտենում է ավարտը։ այո, միթե չես հասկանում, հիմա նրանք հավատում են ինձ։ Այո, փորձիր նրանց։ Ուղարկիր նրանց ողբի ժամանակները, դատարկիր գավաթդ բարկության, ուղարկիր նրանց խոցեր ու պալարներ, ես կանչում եմ քեզ։ Օ, բրավո, վատ չէ, բայց դու ավելին ես ընդունակ։ Դե, թափիր երկրի վրա գավաթդ բարկության։ Ես սպասում եմ։ Արդեն 11-րդ օրն է, ինչ երկնակարային չդադարող անձրևների հետևանքով հրդեհներ են բռնկվում ողջ երկրի տարածքով։ Մինչ ամբողջ աշխարհում մոլեգնում է վատ եղանակը, Բելգիայում աճում է ջրերեղների մակարդակը, իսկ հեղեղները Կենտրոնական Ամերիկայում սպառնում են վարակների տարածմամբ։
Երեկվա անկարգությունների արդյունքում զոհվել են 300 հոգի։ Սա հետևանք էր քաղաքացիական անհնազանդության, ինչը որպես կանոն հետևում է տարերային աղետներին։ Նրանք որոշել են, որ սա աշխարհի վերջն է եւ դուրս են թափվել փողոց։ Խնդրեմ, մենք չենք ուզում աշնորհակալ Երևալ, բայց երբ կարկուտն ավերում է մայրաքաղաքի բուսականության 1/3-ը, լսում եմ ձեզ, ուրեմն մի բան արեք։ Պարոն նախագահ, դուք պետք է լսեք ինձ։ Ես չեմ փոխի իմ որոշումը համաշխարհային միություն մտնելու վերաբերյալ։ Պաշտոնական հաղորդագրություն Ռոմից։ Համաշխարհային միությունն էմբարգո է դրել մեր ողջ արտադրանքի վրա։ Կարող եք վստահ լինել։ Ես ամեն ինչ կանեմ մեր խնդիրների լուծման համար։ Մոտակա ժամանակներս ես կայցելեմ ձեզանից յուրաքանչյուրին։ Նա ուզում է տիրանալ աշխարհին։ Միթե կարգու կանոն հաստատելը նշանակում է տիրանալ աշխարհին։ Այո, երբ ինձ զրկում են իմ ազատությունից։ Ազատությունից որպես անկախ հանրապետություն։ Դու ինձ մի վախեցրու սանկցիաներով, էմբարգոյով, կամ թե էլ ինչ կհնարի նա։ Ես հրաման եմ ստորագրել ամբոսների եւ նրանց ընտանիքների զանգվածային մահապատժի մասին։ Մենք անհնազանդություն չենք հանդուրժի այս վճռական պահին։ Բրավո, Կուչինսկի։ Դուք հզոր նախագահ եք։ Բայց պետք չէ ծայրեղությունների մեջ ընկնել։ Մեզ պետք չեն դիակների սարեր։ Դավադ տպավորություն է թողնում։ Պարոն նախագահ, եկեք անկեղծ լինենք։ Ձեր որոշման վրա ազդել է ընտանեկան վեճը։ Մեր ժողովուրդը խաղալիք չի դառնա օտարերկրյա տիրակալի ձեռքում։ Եվ մենք ոչ ոքի թույլ չենք տա վճռել մեր ճակատագիրը։ Ինչ կլինի անհնազանդ գոտիների հետ։ Միացյալ Նահանգների, Չինաստանի մի բան պետք է մտածել։ Այո, չինացիները դիրքավորվել են մեր սահմաններին։ Տերահավատներ։ Ներողություն եմ խնդրում։ Մի րոպե։ Մի անհանգստացեք, ամեն ինչ կկարգավորվի։ Քաոսը միայն ավելի հետաքրքիր է դարձնում խաղը։ Ամերիկան կմիանա մեզ, իսկ ինչ վերաբերվում է Չինաստանին, ամեն ինչ կորոշվի Մեգիդայում։ Այս կառավարությունը միշտ եղել է եւ միշտ կլինի հանուն ժողովրդի հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի համար։ Նիստն ավարտված է։ Դուք փոշմանեք, խոստանում եմ։ Փոխանցեք ողջույններս իմ եղբորը։ Դու մարդկանց ֆանատներ ես դարձրել, որպեսզի կառավարես նրանց իշահ քեզ։ Մենք դա ավելի ուշ կքննարկենք։ Ոչ, մենք կքննարկենք դա հենց հիմա։ Կան բաներ, որոնք դու ընդունակ չես հասկանալ։ Ինչպես եւ այն, թե ինչպես են քո բոլոր հակառակորդները մահանում։ Դեյվիդը պատմեց ինձ։ Պատասխանիր։ Ախ, այո, ես մոռացել էի, եղբայրս ուղարկել է քեզ լրտեսելու ինձ։ Ուրեմն, դա ճիշտ է։ Դու սպանել ես քո հորը։ Եվ նախագահին։ Չեմ հավատում։ Քին արարած, ոչնչություն է անունդ։ Գնա, կերակրիր քո ողորմելի աղքատներին եւ մի խառնվիր իմ գործերի մեջ։ Եթե դու թքած ունես նրանց վրա, ինչու մի ողջ կարողություն ծախսեցիր նրանց համար։ Թանկագինս, դեպի հավատարմություն տանող ամենակարճ ճանապարհն անցնում է Ստամոքսով, բայց նրանք մշտապես ավելին են կամենում, անկուշտներ։ Դու նրանց երես ես տալիս։ Իսկ իմ սիրտը խառնում է նրանց գարշահոտությունից, աղքատությունից եւ հիվանդությունից։ Դրա համար էլ թող սոված մնան, թող մեռնեն։ Մենք գրավեցինք ողջ աշխարհը, բայց կորցրինք մեր հոգիները։ Աստված իմ, օգնիր մեզ։ Աստված։ Այո, ես վստահ եմ, որ նա ինչ-որ տեղ մոտերքում է։ Դե ինչ, ծունկի արի, մեկնիր ձեռքդ եւ կաղկանձիր։ Դե, մուրա նրա սերը, իմը դու կորցրեցիր։
Ով ես դու։ Ցտեսություն։ Շնորհակալ եմ իմ Աֆրիկայի զավակներ, քանզի հենց դուք եք իմ զավակները եւ ամենասիրելիները։ Բայց ցավոք զավակներս, աշխարհը վերածվել է քաոսի։ Ես ասում եմ քաոս։ Ես ասում եմ քաոս։ 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 Սա ժանտախտի տարածք է, պարոն։ Եթե իմանան, որ ես այստեղ եմ բերել զինվորական ղեկավարի մեր գոտուց։ Սա մեքսիկան է, սերժանտ։ Մեր երկիրը, այլ ոչ թե գոտի։ Հասկացար։ Այո, պարոն։ Թույլ տվեք։ Շնորհակալ եմ։ Տեկին Ալեքսանդր, ինչով կարող եմ ծառայել։ Չգիտեմ։ Գիտեմ, ձեր հիմնադրամն օգնում է այս շրջանին, բայց չէի մտածում, որ ձեզ անձամբ տեսնելու պատվին կարժանանամ։ Շնորհակալ եմ, պարոն։ Քանի՞ս է մեռան այս գյուղում։ Չգիտեմ։ 100-ներով, գուցե ավելի։ Վաղը դրա կրկնակին կլինի։ Աստված իմ, օգնիր մեզ։ Դուք տեսակ կրակե պտահողմը, որն այրեց ձեր դաշտերը։ Դուք տեսնում եք երկինքը, սև ինչպես գիշերը, ցերեկվա կեսին։ Դուք տեսակ, թե ինչպես ձեր հարազատները մեռան վարակից, որ գրավել է քաղաքներն ու գյուղերը։ Դուք տեսակ, թե ինչպես մեր սիրելի աշխարհը պատրաստ է մասերի բաժանվել։ Այդ պատճառով դուք եկաք այստեղ։ Դուք իմ օգնությունն եք խնդրում։ Ես անկարող եմ օգնել ձեզ։ Շնորհակալ եմ, տիկին։ Ինչու է Աստված նայում այս ամենին եւ ոչինչ չի անում։ Նույնիսկ Աստված չի ստիպի մեզ բարություն գործել։ Մենք ինքներս պետք է ընտրություն անենք։ Հանուն ուրիշների։ Ես չեմ կարող օգնել ձեզ, որովհետև դուք երես դարձրեցիք ինձնից։ Ես ձեզ կերակրեցի բոլոր սովյալներին, ես նվիրեցի ձեզ համընդհանուր խաղաղություն, եւ ինչպես դուք վճարեցիք ինձ դրա համար։ Դուք երես դարձրեցիք ինձնից, երես դարձրեցիք ձեր Աստծուց։ Ճիշտ չէ, դու Աստված չես։ Եվ դրա համար դուք կպատժվեք։ Աղոթեք ինձ, աղոթեք ձեր Աստծուն։ Թող իմ կամքը լինի։ Նա կանգնեց Աստծո առաջ փառք ու պատվով, հանուն ինչի եւ արարվել էր։ Եվ նա չի մոռանա գեներալին, ով վտանգում էր իր կյանքը, գալով այսօր այս գյուղը միայն նրա սիրուց։
Աստծո օգնական։ Վստահ եմ քո ուղևորությունը նույնքան հաջող էր, որքան իմը։ Բայց ասելու եմ քեզ. լքիր նրանց, պարավները մեռնում են ամեն օր, չարժե նրանց համար այդպես տառապել։ Հիմա, երբ երկրաշարժերն ու մյուս աղետները շարունակվում են ողջ աշխարհով, Կալիֆոռնիան արտակարգ դրություն է հայտարարել, դառնալով 25-րդ նախագահը, որ կարիք ունի պետական օգնության, մթերքների եւ վառելիքի սղություն։ Համարյա ինչպես Աստվածաշնչում, պարոն։ Կարծում եմ, ես ճիշտ որոշում եմ ընդունել։ Կոնգրեսականները հորդորում են նախագահին ընդունել համաշխարհային միություն մտնելու առաջարկը, ինչը պետք է որ վայրկյանապես թեթևացնի դրությունը։ Ամեն դեպքում հեռուստաընկերությունները երջանիկ կլինեն։ Այո, նրանց ռեյտինգը կթռչի մինչև երկինք։ Հեռուստատեսությունը հրաշալի հայտնագործություն է, անում է իմ փոխարեն իմ աշխատանքը։ 3 գոտի դեռևս քո դեմ են։ Քո հարազատ եղբայրը։ Այո, նա համառում է, անկախ ամեն ինչից։ Պետք է ճնշում գործադրել նրա վրա։ Ես քեզ զգուշացրել էի։ Չհամարձակվես ինձ դիտողություն անել, պարզը, իմ եղբայր նախագահը կգա իր ժամանակին։ Մենք վստահել էինք մեր նախագահին։ Մենք գնացինք նրա հետևից հավատալով նրա անկեղծությանը։ Բայց նրա հեղինակությունը կառուցված է ստի վրա։ Արդարադատության դեպարտամենտը հայտնաբերել է այս ձեռագրությունը թաքնված տեսախցիկով։ Այն ապացուցում է, որ Դենի Ալեքսանդրի մահը պատահականություն չէր։ Մեր նախագահը ապահովել է իր ժառանգությունը հայրասպանության միջոցով։ Երկրի համար այս սարսափելի պահին մենք ճանաչեցինք նրա իրական դեմքը։ Դեյվիդ Ալեքսանդրը մի մարդ է, որը հանուն իշխանության կասի եւ կանի ամեն ինչ։ Երբ է եղել այս ասուլիսը։ 10 րոպե առաջ, պարոն, այն հեռարձակվել է բոլոր հեռուստաընկերություններով։ Միացրեք ինձ նրան։ Ժամանակն է, որ նրան փոխարինի մի մարդ, ով կկարողանա առաջնորդել այս… Ախ, դու… Նա էկրանին է, պարոն։ Բեքենրիչ, դու վախկոտ սուտասանի մեկն ես, դա քեզ էժան չի նստի։ Դեյվիդ, արի խոսենք ինչպես երկու մարդիկ, որ սիրում են իրենց երկիրը։ Ազատիր ինձ կեղծավորությունից։ Դու գիտակցում ես ինչ արեցիր։ Մենք օրդեր ունենք նախագահ Դեյվիդ Ալեքսանդրին ձերբակալելու համար։ Կանչեք նախագահին։ Բացեք դարպասները։ Արագ։ Քո պատճառով մեզ կներքաշեն պատերազմի մեջ միության մյուս անդամների հետ։ Դու պատրաստ ես դրան։ Եթե համարձակվեն հարձակվել, նրանց կենացու մահվան կռիվ է սպասվում։ Արդարադատության դեպարտամենտը հրաման է տվել ձերբակալել քեզ։ Սա դավադրություն է։ Պարոն նախագահ, դուք ինձ ընտրություն չեք թողել։ Սա դավադրություն է։ Մենք հյուրեր ունենք, պարոն։ Ուղղաթիռը մոտեցրեք։ Արագ։ Տագնապյազնանշան։ Ես բավականին երկար եմ զբաղվում քաղաքականությամբ, որպեսզի սովորեմ պատրաստ լինել վատ թարագույնին։ Չեք ասի, թե ուր ենք թռչում։ Ուղղաթիռը մեզ կհասցնի ռազմածովային հրամանատարության շտաբ, հետո 6-րդ նավատոր միջերկրական ծովում։ Նշան բռնեք, արագ։ Չմոտենաք։ Մենք պետք է ձերբակալենք նախագահին։ Ոչինչ չի ստացվի։ Պարոն, պետք է փախչել։ Նրանք հեռանում են այգով։
Ամերիկան իմն է։ Նախագահը լքել է պաշտոնը, իսկ կառավարությունը քվեարկել է միություն մուտք գործելու օգտին։ Հուսով եմ, երբ մենք հավաքվենք մերձավոր արևելքում, դուք նույնպես կժամանեք։ Չինաստանի ժողովուրդը ձեզ չի ենթարկվի։ Պարոն վարչապետ, ձեզ մոտ որքան մարդ մահացավ սովից, տասնյակ միլիոններ։ Նույնիսկ կես միլիարդը չի թուլացնի բանակը։ Դուք այդպիսի մեծ զոհ կմատուցեիք։ Իսկ դուք ոչ։ Արդեն մատուցել եմ։ Գոյություն ունի մարգարեություն։ Արևելքի թագավորները կհավաքվեն վեճի Մեգիդեի հովտում։ Դուք նույնպես կգաք։ Եթե բոլոր 10 գոտիները քեզ հետ չեն, Կլինեն։ We summon now. հրաժարվիր Աստծուց եւ կենթանի կմնաս։ Ոչ։ Մեր ուժերը քիչ են Ալեքսանդրի դեմ պայքարելու համար։ Ուրեմն պետք է տալ նրան իր ուզածը։ Բայց ոչ այնպես, ինչպես ինքն է ուզում։ Պարոն նախագահ։ Պարոնայք, պետքարտուղար Բրեքենրիջն իրեն նախագահ է հռչակել եւ պատրաստ է մտնել համաշխարհային միություն։ Մենք տեղեկացանք, որ չինացիներն իրենց զորքերն ուղարկում են Ալեքսանդրին օգնության։ Սա տանում է կատաղի զինված հեղաշրջման։ Ես ուզում եմ իմանալ ձեր դիրքորոշումը։ Վախենում եք, պարոն։ Մի քիչ։ Ամեն ինչ լավ կլինի։ Վստահեք բնազդերին եւ առաջ։ Հակառակ դեպքում մահն անխուսափելի է։ Հիմա ես անհամեմատ հանգիստ եմ։ Թանկագին եղբայր։ Չկրակել։ Չմոռանաս լույսն անջատել, երբ ավարտես, եւ հեռու տար կեղտոտ կոշիկներ այդ պարսկական գորգից։ Նա այստեղ չէ։
Գնանք ինձ հետ, պարոն։ Ես այնպես եմ ամաչում, հայրիմ։ Ինչ ամոթ։ Գաբրիելա։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է։ Ես գիտեմ։ Մենք կտանենք քեզ այստեղից։ Նա ասաց, որ դու կգաս։ Բժիշկ կանչեք այստեղ։ Ես կտանեմ քեզ այստեղից։ Եվ մենք միասին։ Ոչ։ Դու պետք է մարտնչես Գազանի հետ։ Քեզ կտանեն նրա մոտ, ով աչքեր ունի, բայց նա չի տեսնում։ Գնա նրա ետևից։ Լռիր։ Մի վախեցիր։ Լռիր։ Աստված արդեն պատրաստել է ճանապարհը։ Գնա այդ ճանապարհով։ Վստահիր նրան։ Իսկ հիմա ամեն ինչ ավարտված է։ Գաբրիելա։ Գաբրիելա։ Պարոն, կարծում եմ դուք պետք է իմանաք, չինացիները մտնում են Մերձավոր Արևելք, Բրեքենրիջը ուղարկել է ամերիկյան տանկերը։ Կան նաև լավ նորություններ, մեր օպերացիան աննկատ է անցել, Բրեքենրիջը գաղափար անգամ չունի մեր ծրագրերից։ Մի կողմ քաշվիր։ Ոչ, կանգր։ Պարոն։ Պարոն։ Ապա տեսա երկինքը բացված եւ ահա մի սպիտակ ձի, ով հեծել էր նրա վրա, կոչվում է հավատարմ եւ ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Եվ գրված է արքա արքաների եւ տեր տերերի։ Ապա տեսա Գազանին, երկրի թագավորներին եւ նրանց զորքերին հավաքված, որպեսի պատերազմ մղեն ընդդեմ նրա, ով հեծել էր սպիտակ ձիու վրա, նաև ընդդեմ նրա զորքի։ Ապա տեսա նոր երկինք ու նոր երկիր։ Ցավ չէ։ Ցավ չէ։ Երբ չարը լուսավորվում է լույսով, նա կորցնում է իր ուժը։ Նա կորցնում է իր ուժը։ Փրկիր մեզ, փրկիր մեզ, փրկիր մեզ, փրկիր մեզ։ Բայց Աստված կուլ կտանորենին իր բերանի շնչառությունով եւ իր լույսով։ Ես եմ Ալֆան ու Օմեգան, սկիզբը եւ վախճանը։ Փրկիր մեզ, փրկիր մեզ։
Ինչ կատարվեց այնտեղ։ Ես պատգամ եմ ստացել։ Ինչ եք պատրաստվում անել։ Պետք է խոսեմ Չինաստանի վարչապետի հետ։ Կմարտնչենք։ Մենք կմարտնչենք Գազանի դեմ։ Շնորհակալ եմ վարչապետ։ Հասկացեք, մեր հույսը դուք եք։ Եվ այսպես մենք ամուր կգրկենք խավարի իշխանին, որպեսզի ավելի խորը խրենք դաշույնը։ Մեգիդայի հովիտ, Մերձավոր Արևելքի հանրահայտ խաչմերուկը։ Երբ Չինաստանի վարչապետը ժամանի իր զորքերով, Համաշխարհային միության բոլոր գոտիների ղեկավարները կհավաքեն իրենց զորքերը, ներկա լինելու հանճարեղ համաձայնագրի կնքման արարողությանը։ Այս պահին ժամանեց ԱՄՆ-ի նոր նախագահը։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ, պարոն նախագահ։ Վարչապետ, ինչպես եք։ Ինչպես տեսնում եք, նախագահ Բրեքենրիջը ներկայացնում է Մեգիդայում Միացյալ Նահանգների կառավարությունը։ Դեյվիդ Ալեքսանդրի որոնումները դեռևս շարունակվում են։ Պարոնայք, եթե մենք ուղարկենք հատուկ ստորաբաժանումները, կեղծ հարձակում կազմակերպելու նրա շտաբի մոտ, այնուհետև հրետանին տանենք դեպի ձախ թև, մեզ կհաջողվի կոտրել նրա պաշտպանական գիծը։ Դա իրագործելի է, ինչքան հասկանում եմ, Սթոունի բանակը հավաքվել է տոնակատարության և դիմադրության չի սպասում։ Իսկ եթե սպասենք չինացիներին, ապա կկարողանանք գրոհել նրա դիրքերը։ Բոլոր դեպքերում մարդիկ կզոհվեն։ Շարունակեք։ Պարոն, լավ, ուսումնասիրենք նրանց պաշտպանությունը։ Իմ մարտիկներ, իմ խիզախ մարտիկներ, դուք արեցիք առաջին քայլը դեպի Երուսաղեմ, դեպի նոր աշխարհ։ Կեցցե կայսր Ալեքսանդրը։ Կեցցե կայսր Ալեքսանդրը։ Կեցցե կայսր Ալեքսանդրը։ Ինչպես գիտեք, Տերը կամենում է տեսնել բոլոր իր ենթականերին։ Այդ պատճառով Ալեքսանդր կայսրն ընտրել է եվրոպական գոտու 3-րդ ճամբարը, ոչ պաշտոնական այցի համար 2200 ժամով։ 10 օրվա ընթացքում բոլոր գոտիների զինվորական ուժերը հնարավորություն կունենան հանդիպել նոր համաշխարհային կարգի արարչի հետ։ Աստված իմ, ինչու հենց ես։ Պետք է որ մեկն էլ լինի։ Կարևոր չէ թե ով։ Ես վախենում եմ։ Ես չեմ ուզում մեռնել, բայց հոգուս խորքում գիտեմ, որ եթե չբարձրանամ այս բլուրը, ապա ես արդեն մեռած եմ։ Ես քո ձեռքերում եմ։ Պարոն, ես կգամ ձեզ հետ։ Ոչ, ոչ։ Ես մենակ եմ գնում։ Դուք չեք պատրաստվում վերադառնալ, այդպես չէ։ Դա կարող եմ անել միայն ես։ Շնորհակալ եմ։ Տեր Աստված, ուժ տուր նրան։ Մի լքիր նրան հիմա։
Չգիտեմ, ուշ կունենամ անցնելու այս ամենի միջով։ Եվ խնդրում եմ քո օգնությունն ու պաշտպանությունը։ Բայց կարևորը, թողություն եմ խնդրում այն բանի համար, որ ամեն ինչ արել եմ, ինչպես ես եմ ուզում, եւ ոչ թե ինչպես դու ես պատվիրել։ Ընդունիր իմ կյանքը եւ թող այն այսօր ծառայի բարուն։ Տերը տվեց, Տերն էլ վերցրեց։ Բարի երեկո, պարոնայք։ Stone! Ես զգացված եմ, տիկնակ եւ պարոնայք։ Խնդրում եմ բաժակ բարձրացնել եղբորս, մեկի դա ժամանելու արդիվ։ Եվ ուշադրություն դարձրեք, այս պահից ես եղբորս հսկիչն եմ։ Դեվիդ, հուսով եմ լավ քնեցիր։ Հիանալի օր է, այնպես չէ։ Արևը ծագեց, թռչունները երգում են եւ ամեն ինչ լավ է իմ աշխարհում։ Քո աշխարհը գարշահոտ ու մռայլ է։ Ես գիտեմ, թե ինչ ես արել Գաբրիելայի հետ։ Ահ, ահա թե ինչու ես այստեղ։ Ուրեմն վերջի վերջո երկրի վրա ամեն ինչ արվում է հանուն սիրո։ Պետք է ասեմ, որ ինձ բացառիկ հաճույք էր պատճառում հետևել ձեզ, որտեղ այդքան ծանր էր ձեզ համար, բայց դուք գայթակղության չէիք տրվում։ Ինձ շատ հաճելի էր տեսնել, հետևել թե ինչպես եք դուք տանջվում։ Ես ցավոտ հարց շոշափեցի, ներիր։ Ես գիտեմ, թե ով ես դու։ Քեզ միայն թվում է, թե գիտես։ Ցավալի է, որ վերջը եկել է, այո։ Սա դեռ վերջը չէ։ Դատարկ խոսքեր են։ Սիրելի եղբայր, ես տալիս եմ քեզ մի վերջին հնարավորություն։ Միացիր ինձ, եւ ես քեզ կհանեմ ողորմելի դրությունից։ Թագավոր կկարգեմ մարդկանց վրա։ Դու քեզ գերագնահատում ես, ինչպես միշտ։ Քո մարդիկ մրցակից չեն ինձ համար, եւ ոչ ոք մրցակից չէ։ Քեզ մնում է միայն մեռնել։ Ես առանձնապես դեմ չեմ, բայց ում պիտի կառավարեմ, եթե բոլորդ մեռնեք։ Այո, Դեվիդ, նայիր, միթե ապշեցնող չէ։ Բոլոր ստորաբաժանումներին, գրավել դիրքերը։ Վերջապես չինացիները մոտենում են։ Աշխատասեր ժողովուրդ է, ես մի բան կգտնեմ նրանց համար։ Իմ ազդանշանով։ Ուրը հիմա քո աստվածը։ Նա կհայտնվի։ Միթե։ Այդ դեպքում ես տեղյակ կպահեմ քեզ, երբ նա ժամանի։ Դու ինչ է, լսել ես դիակների ձայնը, որ ավետում են նրա վերադարձը։ Հետաքրքիր է, ես էլ չեմ լսել, երևում է նա արժանի հակառակորդ է հանդիպել։ Քո բոլոր զենքերն ու զորքերը ոչինչ են Աստծո առաջ։ Դու երևում է այդպես էլ չես հասկացել։ Սա իմ ճակատամարտն է Աստծո հետ, մարդկային հոգիների համար։ Այս մարմինները ոչ թե իմ զորքերն են, այլ իմ հաղթանակները։ Հիմա տեսնում ես, վերջապես դու հասկացար, քո մեծագույն ստեղծագործությունները լքեցին քեզ։ Հիմա նրանք գալիս են իմ հետևից։ Ես հաղթեցի։ Ես դրախտ կդարձնեմ այս մոլորակը ինձ նմանների համար։ Իմ ընկած հրեշտակները դարձյալ կկանգնեն։
Դու լսել ես այդպիսի արտահայտություն։ Դժոխք երկրի վրա։ Այսօր առաջին օրն է նոր դարաշրջանի, վաղը շատ ավելի վատ կլինի։ Վաղը դու չես լինի։ Կրակ։ Ես հարցակման հրաման չեմ տվել, ինչ է կատարվում։ What's going on? Չինացիներն անցել են նրանց կողմը։ Ինչ? Մի կողմից գրոհում են ամերիկացիները, իսկ մյուսից իսպանացիները։ Կրակ։ Ազատ Կամքստոուն, դու մոռացել էիր մարդկային բնույթի այդ առանձնահատկության մասին։ Շտաբ, սկսում ենք հակահարձակումը։ Այդուր, կրվելու։ Բոլոր մարտկոցներին, կրակ հակառակորդի շտաբի վրա։ Լսեք բոլորդ, կռվելի մահ։ Անակնկալ, ուրեմն դու ինձ ճանաչում ես։ Դե ինչ, մտածիր մի փոքրել։ Սատանա, Լյուցիֆեր, Բեղզեբուղ։ Պատմությունն ինձ գիտե տարբեր անուններով, իսկ այս անգամ ես կրում էի քո անունը։ Քո եղբայրը Սոսկ Պատյանն էր, որից ես օգտվեցի, խամաճիկ, որ ղեկավարվում էր ծնունդից մինչև մահը, իմ խաղալիքը։
Ցտեսություն։ Ես կանչում եմ խավարի ուժերին։ Ելեք չարի զավակներ։ Ելեք եւ կործանեք նրանց, ով կկանգնի ձեր ճանապարհին։ Ելեք, ես եմ ձեր տիրակալը։ Հրամայում եմ ձեզ, ելեք։ Տեսնում ես, ժամանակը հետ է պտտվում, ոչ ոք ինձ չի կարող հաղթել։ Ես ամենազոր եմ, ես եմ Տերը։ Ոչ։
Դու խաբեցիր մեզ։ Մենք պարտվեցինք։ Մենք պարտվեցինք։ Ամեն ինչ ավարտված է։ Դու պարտված ես։ Ոչ! Նազովրեցի։ 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 Դու ես տերը։ David! Նազովրեցի! Ես պարտվեցի, ոչ! Աշխարհի թագավորությունները վերածվեցին մեր Տիրոջ եւ նրա խաչի թագավորության, եւ նա կթագավորի Հուր եւ Հավիտյան։ Գիրք հայտնության։ Ռեժիսոր Բրայան Տրենչարդ Սմիթ, սցենարի հեղինակներ Ջոն Ֆասանո եւ Ստեֆան Բլին։ Թարգմանիչ Անուշ Ավետիսյան, տեքստերը կարդացին Մերի Գալասյանը, Համլետ Համբարձումյանը, Հարություն Խալաֆյանը։ Հնչյունային ռեժիսոր Արգիշտի Ազիզյան։